Ուրա Գյումրիի քաղաքապետը հիմա ուղիղ աշխատանքային գաղութում։ Ուրա Մասիսի քաղաքապետը։ Իդեպ Մասիսում Կալանավայրում։ Ուր են այդ մարդիկ։ Այսինքն մենք արդեն դա սովորել ենք, հա, ոնց որ տենց այսօր ես տեսա նաև աչքալուսանքներ էր ընդդիմությանը այսօր Մելիքյան Ռուբենի գրառումից տեսա, որ մենք ըստ երևույթին վաղ շաբաթից կալանավորված քաղաքապետ չենք ունենա։ Այդ առումով են աչքալուսանք։ Այո, աչքալուսանք է, որովհետև բանա Սրբազան զոհի բանա դարել էլի, պաշտոն ոնց որ կարգավիճակ է դարել ընտրություններին մասնակցել է։ Բոլոր այն ուժերը, ովքեր որ հաղթանակի որևէ շանս են ունենում, այդ ուժերին վերջում տանում են բանդ։ Կամ էլ նենց են կեղծում, նենց են բանանում, որ իրանք անցնում են, ինչ կանայատե նորություն։ Ի տարբերություն Գյումրիի, որտեղ կտրակացումներով, կարկատաններով դարձավ քաղաքապետ, Վարդան Ղուկասյանը, Մասիսում միանձնյա Դավիթ Համբարձումյանը հաղթել էր իր բարձր հեղինակության։ Փարաքյարում էլ էր հաղթել։ Փարաքյարում էլ էր միանձնյա հաղթել։ Այսինքն ինչքան ավելի հաղթանակը համոզիչ է լինում, այդքան ավելի հալածանքները ուժգին են դառնում այդ անձերի նկատմամբ։ Այսինքն անընդհատ անել նույն բանը եւ ակնկալել տարբեր արդյունք, կներեք, դա ուղղակի քաղաքական բոբիկության նշան է կամ մարդկանց ընդդիմադիր տրամադրություններ ունեցող մարդկանց խաբելու ինչ որ նշան։